Սկսեմ սկզբից, շատ լավ ներկայացրեցիք մի քանի առանձնահատկություններ, այդ նաև գլխավոր ուղղությունները, եկամուտներ, ծախսեր եւ այլն, բայց ցավոք դա որևէ իրավական ակտով նկարագրված չէ, ներկայացված չէ։ Ես հասկանում եմ, որ պրակտիկայում բազմաթիվ բաներ կարող են լինել, որոնք որ այդ իրավիճակով պայմանավորված հավելյալ ջանքեր են ենթադրում, նոր մոտեցումներ, բայց հիմնական սկզբունքները առնվազն, ծախսային քաղաքականության ուսումնասիրության, եկամուտների քաղաքականության պարզման քաղաքականության ուղղությամբ, գոնե սրանք պետք է իրավական տեսք ունենան, այսինքն բավարարեն նաև իրավական որոշակիության կանոններին, ոչ թե ամեն մի գործի վրա մի նոր մեթոդ առաջ տարվի։ Հիմա տեսեք, օրինակ նվազագույն սպառողական զամբյուղի օրինակը բերեցիք դուք, պարզ հարց է առաջանում, դա որ զամբյուղն է, առողջապահության նորմատիվներով հաշվարկված, թե տնային տնտեսությունների օրինակ հետազոտության հիման վրա բերված նվազագույն զամբյուղը։ Միշտ եղել են, որ առողջապահության 2412 կիլոկալորիայով հաշվարկված պարենային զամբյուղի հիման վրա որոշվող նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, թե ամսական, թե տարեկան կտրվածքով ավելի բարձր է եղել, քան տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներով բերված ցուցանիշը։ Նույնիսկ վերջին դրվագն էլ վերջին հրապարակումն էլ կարող ենք այդ կոնտեքստով, կամ գյուղաբնակ հատվածում բնակվող մարդկանց մասով, նրանց կողմից ստացված եկամուտների հաշվարկման մեթոդաբանության մասով։ Պարզ է, որ մինչև նույնիսկ հիմա էլ, գյուղատնտեսությունը, որ ազատված է հարկերից եւ այլն, այդ հաշվառումների համակարգը չի կարող մարդը թուղթ ու գրիչով կամ համակարգչով նստած ամեն տարի իր եկամուտների ծախսերը գրի ու մտածի, որ մի օր կարող է հանկարծ Հայաստանի գլխավոր դատախազությունը սկսի վարույթ, սպասի պահեմ այս թղթերը։ Այդ հայտնի մենք ենք մեր սայերի մեջ, չէ՞ որ ասում են, որ նշանավոր իմանայի, որ նշանավոր դեպքեր կհիշեի։ Հիմա պատմություն կա, անցած ընթացք կա։ Այս նրբություններն ու առանձնահատկությունները իմ խորին համոզմամբ պետք է արտացոլվեն գոնե հիմնական սկզբունքներով, իրավական որոշակիության կանոնները հաշվի առնելով, գոնե պետք է արտացոլվեն։ Հանկարծ տպավորություն չլինի, որ ես կամ մենք դեմ ենք ապօրինի գույքը պետականացնելու, բացարձակ եւ անդադ մեծամասնության կողմից մանիպուլացվում է մեր խոսքը, մենք դեմ չենք, բայց մենք կողմ ենք, որպեսզի իրավական հստակություն լինի, իրավական որոշակիությունը սահմանադրական հիմնական իրավունքների երաշխավորությամբ լինի, այլ ոչ թե հայեցողական այնպիսի լիազորություններով, որ դառնա քաղաքական գործիք, որ այսօր անկեղծ գերազանցապես քաղաքական գործիք է որպես օգտագործում։ Գերազանցապես, չեմ ասում բոլոր դեպքերում, ասում եմ գերազանցապես օգտագործում է որպես քաղաքական գործիք։ Որպեսզի նաև այս կասկածները փարատվեն, մեթոդաբանության եւ դրա իրավական որոշակիության կանոնները պետք է այնուամենայնիվ ֆիքսվեն օրենքի մակարդակով։ Ես պարոն Վարդանյանին ասել եմ, առաջարկել եմ, որ մենք մի հատ առանձին քննարկում ունենանք, աշխատանքային ձևաչափով կլինի, պաշտոնական կլինի, կարևոր չի, բայց այս բոլոր հարցադրումների մասով դեպք առ դեպք բերենք այդ օրինակները ու ասենք օրինակ ինչով ենք առաջնորդվել այս դեպքը, այս մեթոդը կիրառելուց, կամ այս մյուս դեպքը, այս մյուս մեթոդը կիրառելուց։ Նորից եմ կրկնում, նպատակս իրավական հստակությունը ունենալն է։ Մյուս հարցի մասով սահմանադրության լեգիտիմության հետ կապված ես շատ կուզենայի, որպեսզի մենք մեր բառերի մեջ իսկապես զգույշ լինենք։ Եթե Հայաստանի սահմանադրությունը լեգիտիմ չէ, կամ չի ապահովում լեգիտիմություն, այդ դեպքում դուք ինչ եք անում։ Դուք ո՞ր երկրի կառավարությունն եք։ Եթե ասենց արտահայտություն է արվում, սահմանադրությունը լեգիտիմ չէ, կամ այսի արդեն ձեզ չի վերաբերում, բայց քաղաքական թիվ 1 պատասխանատուներ, որոնք ասում են ժողովուրդը չի ընտրել այս սահմանադրությունը։
Ասեք, եթե տենց է, ուրեմն դուք այդ համանadrությամբ նախատեսված կառավարությունը չեք։ Ո՞վ եք։ Ուզող պատեր։ Ո՞վ եք բա։ Այսինքն համանadrությունը լեգիտիմ է այնքան, քանի դեռ նոր ժողովուրդը կամ սահմանադիրը նոր կանոն չի սահմանել։ Ոնց կարելի է էսի դնել համանadrության փոփոխությունների հիմքում։ Սա մոտեցում չի, ես իմ խորին համոզմամբ սխալ մոտեցում է, երբ որ ասում ենք համանadrությունը լեգիտիմ չէ, կամ համանadrական կարգավորումները լեգիտիմության պակաս ունեն։ Դուք կարող եք ասել, որ ինչպես լեգիտիմության պակասը ու լեգիտիմ չեն, տարբեր բառակապակցություն։ Լեգիտիմության պակասի չափման միավորն էլ ինձ ասեք որն է, որ ես կարողանամ ասել, ցանկացած փաստաթուղթը լեգիտիմ է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակի վերաբերյալ իրավաստեղծել փաստաթղթի ստեղծողը չի ասել այլ բան կամ իրավասու մարմինը չի ճանաչել դրա ապօրինի կամ ոչ օրինական լինել։ Հետևաբար մենք պետք է եւ պարտավոր ենք առաջնորդվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով առանց կասկածի տակ դնելու նրա այդ գոյությունը որպես բարձրագույն փաստաթուղթ։ Այդ տեսակետից խնդրահարույց եւ մտահոգիչ է նաեւ, երբ որ դուք ասեցիք, ես հիշեցի նախորդ նախարարներին, որոնք աշխատում են համանadrական փոփոխությունների վրա, Տիկին Գալյան, եթե ես չեմ սխալվում, նույնիսկ կոնցեպտ հրապարակել։ Շատ լավ, բա այդ կոնցեպտը, այդ աշխատանքը որը արվել է, հիմա ինչի հանգարցեց սա ծալվեց տրվեց մի կողմ ու որոշվեց, որ նոր սահմանադրություն։ Սրա բացատրությունը հիմնավորումը չկա։ Անկեղծ ես չեմ լսել որևէ ողջամիտ բացատրություն, ինչու է համանadrության փոփոխությունների կոնցեպտը, որ ստեղծվել է բազմաթիվ քննարկումների մաուրա, այո, ոչ ընդդիմության մասնակցությամբ, այնուամենայնիվ դուրս է մնացել կամ հիմա խնդիր է դրվել նոր համանadrություն։ Եվ մտահոգությունը ել ավելի է խորանում այս պայմաններում, երբ որ Թշնամական երկիրը պահանջում է Հայաստանի համանadrության փոփոխություն եւ դա համեմվում է Հայաստանում իրավասու պաշտոնատար անձանց կողմից համանadrության փոփոխություն գնալու այսպես վճռականությամբ։ Չեմ ուզում այն դեպի բացասական տիրույթ գնալու բանը, բայց այս պայմաններում երբ որ խնդիր է դրվում, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի թշնամական այս ձևակերպումը, որովհետև ինքը խոչընդոտում է բանին, ինչին տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, եւ հայկական կողմից Հայաստանի պաշտոնատար անձինք ասում են, մենք փոփոխում ենք սահմանադրությունը, ես սա համարում եմ վիրավորանք։ Որևէ այլ հիմքեր գտեք, բերեք, բայց այս ֆոնի վրա նման փոփոխության գնալը կամ նոր համանadrություն բերելը, հավատացեք, սա հանրության մոտ, մեր մոտ, բոլորիս մոտ միջազգային նաև ընկալումներում ընդունվում է որպես թշնամու պահանջը կատարելու պատրաստակամություն։ Ես համոզված եմ, որ դուք որպես անձ այդպես չեք մտածի, բայց հանրային ընկալումը քաղաքական այս ձևակերպումների ներքո այդպես է, կամ ինչ է նշանակում մինչև հաջորդ ընտրությունները մենք պետք է ունենանք համանadrության նոր նախագիծ։ Ինչու՞։ Այդ ինչ հանձնառություն։ Երբ եք ստանձնել այդ հանձնառությունը։ Տեսեք։ Այդտենց հանձնառություն ես չեմ հիշում, որ դուք կառավարության ծրագրով նոր համանadrության հանձնառություն ստացած ելնեք մինչև հաջորդ ընտրությունները։ Կառավարության ծրագրի 78-րդ էջում որ նայեք, կտեսնեք այդ հանձնառությունը, պարոն Մինասյան, ավարտեցիք ես։ Տեսեք, այս է ավարտել հանձնառությունը, երբ որ գրված է կառավարության ծրագրում եւ նշված են հիմնական ուղղությունները, բացարձակ չի վերաբերում այն օրակարգին, որ օրակարգի մասին հիմա հնչեցվում է փոփոխությունների կամ նոր համանadrության պահանջը։ Պարոն Մինասյան, նոր ասում եք, ես չեմ հիշում նման հանձնառություն, այդ որտեղ է նախատեսված կառավարության ծրագրում է նման բան։ Կառավարության ծրագրում է նման բան նախատեսված։
Ասում եք, ես չեմ հիշում նման բան, որտեղ է նախատեսված, ինչից սկսվեց, կառավարության ծրագրում նախատեսված է, ես չեմ հիշում նման բան, որ նախատեսված է, ես էլ դες ասում եմ նախատեսված է։ Կառավարության ծրագրում նախատեսված է, ծրագրի 70-րդ էջում 21-26 թվականների ծրագրի մասին է խոսքը, հաշվի առնելով հանրային եւ քաղաքական շրջանակների ընդգծված հետաքրքրությունը, կառավարությունը հանրային քաղաքական շրջանակների հետ քննարկումները սկսել նոր սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման նպատակարարության հարցը որոշելու համար։